բոլորիս տղաները, ոչ միայն մեր իմ տղան։ Կառավարությունը, իշխանությունը ասում է, որ այս պահին խաղաղ է, երկրում խաղաղություն է։ Վտանգ տեսնում եք, որ ուզում եք կրճատվի այդ։ Ինչ որ վտանգ չենք տեսնում, ուղղակի սխալ է։ Ասենք երեխեքի մեջ դառնում է արդեն Բայց հրամանը վերաբերվում է եւ բայց հրամանը եղել է ամռանը, ճիշտ մեկնաբանենք։ Եղել է այդ ամեն ինչի խոսակցությունը եղել է ամռանը, ճիշտ է։ Բայց ընդունվել է ձմռանը արդեն, իսկ դա սխալ է արդեն։ Ասենք ոնց կլինի, ես ու դու նույն դասարանում լինենք, ու մեկս գնա ավելի բարձր նստի, ես մնամ, ասենք դու գնաք, դա սխալ է, էլի։ Սխալմունք է, չգիտեմ։ Այդ հրամանը ուժի մեջ էր, չէ՞ մտնելու ու ձեր նշած անարդարությունը ինչ որ սերնդի վրա ամեն դեպքում գործելու։ Դե համենայն դեպս այս պայծությամբ մեր պահանջը միայն դա է։ Ուրիշ դժգոհություն չունենք, միայն ուզում ենք, որ արդարություն լինի ու հավասարություն։ Այո, շատ։ Ոչ մի դժգոհություն չունեն։ Ամեն ինչ շատ լավ է, նորմալ է, ուղղակի մենակ մեր պահանջը նա է, որ հավասարություն լինի, ընդհանրապես դա։ Դուք ներողություն, այսինքն մտահոգություն ունեք, որ այս քայլով հնարավոր է զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերություններում, որովհետև լսում էի ծնողները ասում էին, դե խոսակցություններ կարող են լինել, մեկը շուտ է զորացվում, մեկը ուշ է մնում, դուք նման մտահոգություն։ Այո, օրինակ մեր երեխա իմ տղան ու իր ընկերը մի դասարանից մոտիկ։ Հիմա իմ տղան գնացել է հուլիսին, ինքը ավելի ուշ է գալու, քան հունվարին գնացածը, դաժե 4-անից ուշ է գալու։ Ձեր կարծիքով դա ճիշտ է, իհարկե սխալ է։ Բոլորն էլ մեր երեխաներն են, ես չեմ տարբերակում։ Ուղղակի խնդրում եմ հավասարություն, այդքան բան։ Պահանջում ենք ու խնդրում ենք հավասարություն։ Իսկ ձեր տղաների հետ խոսելիս դուք զգում եք, որ իրենց մեջ լարված հարաբերություն։ Լարված չէ, բայց շատ նեղված են։ Իրենք են բարձրացնում եք։ Չէ, ընդհանրապես։ Չեն Մասի հրամանատարական անձնակազմի հետ խոսել, ասել իրենց մտահոգություն։ Չէ, իրանք այդ թեմայով ընդհանրապես չենք խոսել։ Բայց դա նաև իրենց պարտականությունն է, որ զինվորների հետ իրենք ունեն բարոյահոգեբանական գծով պատասխանատուներ, ովքեր պետք է Դե հիմա իրանց վրա ազդելու է հոգեբանական խնդիրներ ունենալու հաստատ։ Դե հենց դրա համար կա առանձնացված իրենց համար բարոյահոգեբանական գծով։ Ես չեմ իմանում, ճիշտն ասած, այդ թեմայով մենք չենք խոսել։ Մենք ընդհանրապես այդ թեմայով вообще ոչ մի բան չենք խոսում, որտեղ էդի հեռախոսային խոսակցություն չի ու պետք էլ չի երեխեքին նորից ծանրաբեռնել։ Բայց ասենք ընդհանրապես, որ օտպուսկ կա եկել մի անգամ բան, մենակ իմ տղան չէ։ Ասում են, որ սխալ է, մեր ընկերները մեզանից ասենք զգում ենք էլի տենց ուղակի, բայց որ ասեմ հատուկ խոսակցություն չի եղել։ Դուք ասացիք, որ ընդհանուր առմամբ գոհ եք բանակի վիճակից, ձեր տղաները ծառայում։ Այո, գոհ ենք։ Օրինակ, ձեզ համար որքանով էր ընդունելի, որ գնդերեցների ծառայությունը բանակում այլևս դադարեցվեց։ Այսինքն հոգևորականների ծառայությունը, որոնք միշտ եղել են բանակում, նաև իրենք իրենց գործունեությունն են ծավալել։ Օրինակ ես դրան դեմ եմ, չգիտեմ ով ոնց, ես դեմ եմ, մենք քրիստոնյա ազգ ենք ու կարծում եմ դա ճիշտ էր։ Հոգևորականների բանակում։ Այո, ես մտածում եմ, որ այո, ճիշտ էր, բայց կառավարությունը ոնց կորոշի, ես դրա մասին չեմ կարող ասեմ, դա միայն իմ կարծիքն է, որ ես կողմ եմ եղել, իսկ իրանք ինչ կորոշեն, դա արդեն ինչ չի վերաբերվում, ես հիմա այս պահին ստեղ եմ միայն զուտ իմ երեխու համար, մեր երեխեքի համար, բոլորի։ Կապ չունի գնացնեն ամռանը թե ձմռանը, ես շատ ուրախ եմ, որ ծառայելու են 18 ամիս, շատ, բայց ուզում եմ, որ իմ երեխան էլ ծառայի։ Ներողություն, իսկ այստեղ հավաքված ծնողներով, այսինքն դպրոց, այսպես ասեմ, նույն համայնքից եք, թե տարբեր։ Տարբեր, մենք ընդհանրապես շատ ենք ծնողներով։ Մենք շատ ենք ծնողներով, մեկս մեկով, մեկս ստեղով, տարբեր քաղաքներից եւ այլն։ Ծանոթներով համախմբվել ենք, հիմա շատ ենք, ուղղակի շատով չենք եկել, որ ստեղ շատ աղմուկ չբարձրանա։ Ուղղակի եկել ենք մեր ձայնը բարձրացնելու, տեսնենք ինչ կորոշեն մեր կառավարությունը։ Կառավարությունը ամեն դեպքում հստակ մնա իր որոշման մեջ ու այս որոշումը չվերանա։ Գալու ենք շատ, միջև մեր վերջնական որոշմանը չգանք։ Մենք չենք ասում, ասենք ընդունել են, խնդիր չկա։ Ուղղակի մեր երեխեքին էլ մեկ ուրիշ հարցով օգնեն, ասենք Օրինակ ինչպես։ Ասենք արձակուրդները շատ լինի, սենց էլի, գոնե երեխեքն էլ
մի քիչ ասենք իրանց զգան, որ այսքան ծառայում են եւ այլն։ Մենք մեր երեխեքին տվել ենք այդքան էլ ճիշտ առողջություն։ Պետությանն ենք տվել, մեր ազգին խնդիր չկա, ես միշտ եմ կողմ եղել, որ իմ երեխեն պետքա ծառայի ու Հայաստանում պետքա ծառայի։ Ես դրսում եմ ապրել, բայց չեմ ուզել, որ իմ երեխեն դրսում գրանցվի ապրի, բայց հիմա այն պահն է, որ ասենք տարբերություն են դնում, հասկանում եք, մարդուն շատ ավատ զգում այդ պահին։ Հենց ծնողը մեկը։ Հիմա նամակ եք փոխանցել կառավարության։ Այո, հիմա ստորագրահավաք են տարել ներս, նամակներ շատ են ուղարկել ծնողներից, ես անձամբ չեմ ուղարկել, մենք բան ենք արել, ստորագրահավաք ենք հիմա ներս են տարել ծնողներից, մի քանի հոգի սպասում ենք, տեսնենք ինչ պատասխան կունենանք, համենայն դեպս մենք Էլի եմ ասում, մենք բոլորս ծնողներով այսքանս հիմա որ ստեղ ենք, շատ ենք, այսքան չենք, շատ, թվով շատ մեծ ենք։ Ուղղակի զուտ աղմուկի համար չենք հավաքվել։ Չգիտեմ, էլի տեսնենք ինչ պատասխան կտան մեզ, հուսով եմ, որ մի դրական ինչ-որ մի բան կլինի։ Էլի եմ ասում, մենք հաստատ մյուս տղաների համար չենք նեղվում, հաստատ շատ լավ օրենք է դա ու կուզենք որ մեր երեխեքի վրա էլ ազդի։ Միայն դա է մեր այստեղ հավաքվելու պատճառը, ուրիշ բան չունենք ասելու, այդքանը։ Իսկ ձեր տղան որքան ժամանակ է ծառայում։ Արդեն 8 ամիս։ 8 ամիս։ Որտեղ է ծառայում։ Այս պահի դրությամբ Սյունիքում է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Դուք